Շարունակում ենք խորհուրդ ծնողների էջով, իսկ մինչ մեր հյուրին ներկայացնելը ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկերոջը արդեն սիրելի դարձած բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքանիշով։ Բնական կոնցեպտով պատրաստված Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը եւ երկարատև քունը։ Այսօրվա իմ հյուրն է Նորք Մարաճ բժշկական կենտրոնի եւ Վարդան անձնարարական բժշկական կենտրոնի մանկական եւ պերինատալ սրտաբան Աննա Վարդանյանը, ում հետ կխոսենք ամենատարածված միֆերից։ Ողջույն, Բժշկուհի Վարդանյան, շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ եք եւ ես այսպես արագ կաշխատեմ շատ արագ ընթերցել հարցեր, որոնց դուք լուսաբանում կտաք բլից հարցերի տեսքով։ Շատ լավ, գնացինք։ Եթե երեխայի մոտ լսվում է սրտի աղմուկ, նշանակում է նա ունի սրտի արատ։ Իհարկե ոչ, դա միանշանակ չէ, արատների մեծ մասի պարագայում լսվում է սրտի աղմուկ, սակայն միշտ չէ, որ սրտի աղմուկը խոսում է բնածին արատի մասին։ Լինում են նաև ֆունկցիոնալ կամ առողջ սրտի աղմուկներ, որոնց պարագայում սիրտը կառուցվածքով լինում է առողջ։ Կարևոր է իմանալ, եթե երեխան ունի բնածին սրտի արատ, նա չի կարող զբաղվել սպորտով, արդյոք այս դրույթը ճիշտ է։ Իհարկե ոչ, շատ հնացած մոտեցում է, այժմ ընդունելի չէ։ Իհարկե լինում են դեպքեր, երբ դրվում են որոշակի սահմանափակումներ, օրինակ մրցակցային սպորտը կամ ծանր մարզաձևերը, սակայն ճիշտ կազմակերպված ֆիզիկական ակտիվությունը օգուտ է բոլորի սրտի առողջության համար։ Շատ լավ, արդյոք ճիշտ է այս տարածված համոզմունքը, որ սրտի որևէ հիվանդություն ունեցող երեխաներին պատվաստվել չի կարելի։ Ընդհակառակը, սրտի բնածին արատող բալիկներին պարտադիր է պատվաստումները, իհարկե ինչպես բոլոր բալիկներին, այո, որովհետև նրանք համարվում են ավելի խոցելի խումբ եւ նրանց պաշտպանելը այն վարակներից գոնե, որոնցից մենք կարող ենք պաշտպանել, իհարկե պարտադիր է։ Արդյոք էլեկտրասրտագրությունը, EKG-ն, մեզ բոլորիս հայտնի, բավարար է երեխայի սրտի առողջությունը ամբողջությամբ գնահատելու համար։ Ոչ, EKG-ն մեզ պատկերացում է տալիս միայն սրտի ռիթմի մասին, սակայն սրտի կառուցվածքը հնարավոր է գնահատել միայն էխո սրտագրությամբ։ Շատ լավ։ Եթե երեխան շուտ է հոգնում, ապա միանշանակ սրտի հետ կապված խնդիր ունի։ Շատ հազվադեպ է պատահում, որ սրտի խնդիրների պատճառով է երեխան շուտ հոգնում։ Հիմնական պատճառները կարող են հանդիպել անեմիան, ֆիզիկական քիչ պատրաստվածությունը, վարակները, սխալ կազմակերպված առօրյան, քնի վատ որակը, իսկ սրտային հարցերը իրականում շատ ավելի հազվադեպ են հանդիպում։ Շատ լավ։ Արդյոք քիչ շրթունքային հատվածում կապտությունը, գույնի փոփոխությունը կարող է խոսել սրտի հիվանդության մասին։ Սրտային կապտությունը գնահատել ավելի ճիշտ է շրթունքների, լնդերի եւ եղունգների շրջանում, իսկ քիչ շրթունքային եռանկյունը հատվածում միանշանակ ոչ, ավելի հաճախ հանդիպում է այն բալիկների մոտ, ովքեր ունեն բարակ մաշկ եւ անոթային ցանցի գունավորումը պարզապես ավելի կապտավուն երանգ է տալիս այդ հատվածին։ Եվ եթե ամեն դեպքում կասկածը պահպանվում է կապտության, պետք է ուղղակի չափել սատուրացիան։ Եթե թթվասնի տոկոսը այրան մեջ նորմալ է, ապա պետք է հանգիստ ապրել։ Շատ լավ։ Արդյոք երեխայի սրտազարկը, եթե արագ է, դա պարտադիր ինչ-որ վտանգավոր նշան է եւ ահազանգող։ Իհարկե պարտադիր չէ։ Պետք է հաշվի առնենք այն փաստը, որ երեխաների սրտազարկը ավելի արագ է, քան մեծահասակներին է, եւ յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր նորմատիվները։ Նաև պետք է հաշվի առնենք այն դեպքերը, երբ ֆիզիոլոգիական արագացում է տեղի ունենում սրտազարկի, օրինակ ակտիվ խաղերի, ֆիզիկական ակտիվության ժամանակ, լացի, հուզմունքի, ստրեսի ժամանակ։ Իսկ իրենք այդ բոլոր գործառույթերում շատ ակտիվ են, քան մեծահասակը բնականաբար։ Հետաքրքիր է, բայց ծնողը ինչպես կարող է դա իմանալ, չէ՞ որ դա միայն զուտ զգացողություն է երեխայի կողմից։ Լինում է, որ այ մայրիկը հասկանա, որ երեխայի սրտի զարկերը արագ են ու դա ինչ-որ կարևոր ցուցիչ լինի ձեզ համար։ Այո, երբեմն պրակտիկային պատահել է, երբ մայրիկը ուղղակի նստած են լինում միասին եւ լսում է սրտազարկը կամ պատահական կպնում է գրկախառնության ժամանակ զգում է, որ շատ արագ է աշխատում, այո։ Հետաքրքիր է։ Մայրական սիրտը Շատ լավ, բնածին սրտի արատ ունեցող երեխաները թույլ են եւ չեն կարող ակտիվ կյանքով ապրել, արդյոք այս դրույթը ճիշտ է։ Իհարկե ոչ, ժամանակակից մանկական սրտաբանությունը միանշանակ շղթել է այս կարծիքը, քանի որ սրտի բնածին արատ ունեցող երեխաների գերակշռող մեծամասնությունը ապրում է ակտիվ եւ լիարժեք կյանքով։ Իհարկե սա գիտության եւ բժշկության զարգացման արդյունքում շնորհիվ կարելի ասել։ Ուրախալի է լսել։ Եթե երեխան գանգատվում է կրծքավանդակի ցավից, միշտ է դա սրտից, պատճառը սրտից։
Կարող եմ ասել, որ դեպքերի գերակշիռ մասում սրտից չէ, այն հիմնականում մկանային ցավեր են, մկանաբորբերի, նյարդաբորբերի հետևանքով, երբեմն աճի ցավեր, տրավմաներից հետո եւ ինչու՞ չէ նաեւ ստրեսային վիճակում նույնպես կարող են երեխաները նշել ցավ կրծքավանդակում։ Չմոռանանք, որ մեծահասակներն էլ սիրում են ազգանգատը եւ շատ հաճախ կրծքի ցավը առաջինը ուղղորդվում է սրտաբանի, հետո բացառվում։ Զարկերակային գերճնշում արդյոք լինում է միայն մեծահասակների մոտ, թե երեխաների եւս դա բնորոշ է եւ ինչքանով է տարածված այդ խնդիրը։ Երեխաների մոտ նույնպես հանդիպում է, իհարկե ունենք երկրորդային զարկերակային գերճնշում, երբ լինում է որևէ հիվանդության հետևանքով եւ առաջնային, երբ ժառանգական նախատրամադրվածության պատճառով է առաջանում եւ սխալ ապրելակերպի եւ ավելի հաճախ հանդիպում է հենց առաջնայինը եւ դեռահասների շրջանում եւ սրանից խուսափելու վաղ հայտնաբերելու համար պարտադիր է տարեկան բուրզնման շրջանակներում զարկերակային գերճնշման չափումը եւ զարկերակային գերճնշումը վաղ հայտնաբերելու համար պարտադիր է տարեկան բուրզնման շրջանակներում չափել զարկերակային ճնշումը 3 տարեկանից բարձր բոլոր բալիկների։ Իզուր չէ, որ յուրաքանչյուր գանգատի դեպքում, նույնիսկ եթե հրատապ դեպքում մոտեցնում ես հիվանդանոց, առաջինը պուլսը ճնշումը երեխայի չափվում է։ Տեսեք, սիրելի երթադիտողներ, անգամ եթե դա ձեզ կթվա ժամանակի կորուստ եւ ավելորդ չափագրում, ապա շատ կարեւոր է նման դեպքերում կարող է չբացահայտված ճնշում լինել եւ իմանանք միայն ընդունանում այդ չափումների շնորհիվ եւս մեկ անգամ համոզվում ենք։ Եթե ընտանիքում վերջին հարցն է իմ, եթե ընտանիքում չկան սրտի բնածին հիվանդություններ ունեցող հարազատներ, ապա երեխայի մոտ բացառվում է, որ նման հիվանդություն լինի։ Ցավոք ոչ, հիմնականում լիարժեք սրտային առողջ ընտանիքներում ծնվում են բալիկներ, որոնք ունենում են սրտի բնածին արատներ։ Այնպես չի, որ այս փաստը կարող է ապահովագրել եւ էլի պետք է հետամուտ եւ ուշադրի լինել։ Շնորհակալ եմ, շատ հակիրճ, բայց ամբողջական եւ համապարփակ պատասխաններ տալու համար հիշեցնեմ սիրելի մայրիկներ, հայրիկներ, ծնողները, որ այսօր խոսեցինք այն ամենատարածված սրտի հիվանդությունների տարածվածության, ախտանիշերի եւ իհարկե այն համոզմունքների մասին, որոնք բժշկուհին լուսաբանեց, որ միշտ չէ համապատասխանում են ճշմարտությանը։ Եվ հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe տակդիրների բարակ մակերեսը հարստացված է վիտամին E-ով, հալվեի, ձիթապտղի եւ երեցուկի էքստրակտով, որը կպաշտպանի ձեր փոքրիկի զգայուն մաշկը, ապահովելով առողջ քուն։ Իսկ մենք շարունակում ենք հաղորդումը։